Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ևս առաջադրվել են ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում։ Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է խորհրդարանում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայությունը։ Ինչպես արդեն հայտնի է, այս գումարմանն ազգային ժողովում Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններից ներկայացուցիչներ կան արժեում, որոնցից 3-ը ՔՊ խմբակցության ներկայացուցիչներ են։ Տեղեկացանք, որ այս անգամ ևս ՔՊ նախընտրական ցուցակում առաջադրվել է ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քրդական համայնքի ներկայացուցիչ 80-ամյա Կնյազ Հասանովը, որը ՀՀԿ-ի նախկին падգամավոր է։ Նշված 3 անձինք էլ այժմ ԱԺ-ՔՊ խմբակցության падգամավորներ են։ Ժողովրդի աղբյուրները փոխանցում են, որ առաջադրվել է նաև ասորական համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայելովը, որը 6-րդ եւ 7-րդ գումարման ԱԺ-ի падգամավոր է եղել, կրկին ՔՊ խմբակցությունից, նախկինում ՀՀԿ-ից։ Հավելենք, որ բացի Ռուստամ Բաքոյանից մնացյալ 3-ը անկուսակցական են ու ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար 1.5 միլիոն դրամ գումար են վճարել։ Հավելենք, որ 2026 թվականի ընտրություններից հետո դեռևս Դոնթի բանաձևով պետք է բաշխվի, թե ի վերջո որ падգամավորներն են անցնելու հաջորդ խորհրդարան։